Մելանիայի հետ միասին մտան շենքը եւ հենց կանգնեցին էսկալատորի վրա, էսկալատորը փչացավ, կանգնեց։ Ստիպած ոտքով բարձրացան, հետո ինքը դրա մասին բողոքեց։ Ինքը սկսեց իր ճարը երկու բանից բողոքելով, որ էսկալատոր չունեք, չկարում սարքեք, պահեք եւ իր տելեպրոմպտերը, այդ հուշող այդ սարքը, որի վրա իր տեքստը ճարի կարդում ես առանց թղթի նայելու։ Այդ չաշխատեց։ Ու դրա մասին էլ ասեց, հետո իհարկե դրանից հետո մակում ասեցին, որ բայց ախր White House-ի մարդիկ էին ղեկավարում դա։ Իրենք էլ ասեցին, բայց այդ ձեր սարքն էր, խոսքով ով էր մեղավոր չգիտեմ, բայց կոնսպիրացիան բան չի, որ երևի մակում ուզում էին իրան ինչ-որ ձևի սաբոտաժ անեն, կարելի է մտածել, բայց ինձ թվաց, որ ինքը շատ էլ ուրախ է, որ չաշխատեց այդ տելեպրոմպտերը, որովհետև ինքը չի սիրում ճառը կարդալ։ Դա իր համար շատ ձանձրալի է ու ինքը կաշկանդված ազգում, չի կարողանում արտահայտի իր մտքերը, հա, լաձևի։ Այստեղ այդ տարիքը եղավ, դուրս եկավ սկրիպտից ու իր բաներից խոսալ։ Ամբողջ ճառը վերածվեց մի երկու գլխավոր թեզերի։ Մեկը դա իմիգրացիայի հարցն է, որ ոչ թե Ամերիկա է գալիս, ինքը գլուխը գոված, որ ինքը իմիգրացիայի հարցը ամերիկաներ խոժում, այսպես կոչված, ինքը դադարեցրեց, ամենը հաջող պայքար է վարում, միայն ինքը կարողացավ անել եւ այլ, բայց իր ամբողջ ասածն էր, որ եվրոպացիները չեն կարողանում այդ գործը անել, հակառակը թույլ են տալիս ամեն տեսակ երկրներից աղքատ մարդիկ գալիս են, մարդիկ, որոնց, ինչպես ինքը ասեց, որոնց հետ իրենք ոչ մի ընդհանուր բան չունեն, ոչ կուլտուրայի իմաստով եւ այլն, եւ նրանք գալիս են եւ փոխում են Եվրոպան, փչացնում են եւ ասեց, որ դուք կգնաք դժոխք, ասեց, you're going to hell, գնում եք։ Կարծես թե ՄԱԿ-ի մեջ միայն եվրոպացիներ են նստած եւ ինքը միայն նրանց հետ են խոսում են, մյուս երկրներում մարդ չկար այնտեղ։ Ոչ ոք շատ բան չասեց, ոչ ոք չծիծաղեց, ինչպես առաջի անգամ, երբ որ իր առաջի պրեզիդենտության ժամանակ ինքը սկսել էր այդպես բաներ խոսալ, շատ լուրջ լսում էին։ Համենայն դեպս սա իր ոնց որ թե մեծ նեղացնող հարցերից մեկն էր, որի պետք է անպայման դրա մասին խոսար։